2018 թվականի ապրիլի թվից, հա, որ բառս ուղիղ իմաստով ասենք, որ դա մեր իշխանության օրոք է տեղի ունեցել, որ ոչ առաջ, ոչ հետո։ Տարբերությունը 281,234 է։ Այսինքն մենք ըստ էության հեղափոխությունից մինչ օրս եւ դա ամեն ամիս շարունակվող տնդի 281,000 աշխատատեղ են ստեղծել, մոտ 300,000 աշխատատեղ են ստեղծել։ Նույնիսկ եթե դա ասվի, որ դրանց մի մասը եւ վստահ եմ դա շատ փոքր մասն է, ստվերից են դուրս եկել, հա, դա ինքնին էլի շատ կարեւոր է թե այդ մարդու ապագայի համար եւ թե պետական բյուջեի համար։ Եթե ոմանք խոստանում են 300,000 աշխատատեղ, մենք դա արել ենք, ինչպես նույնիսկ առանց ասելու ենք արել։ Միջին աշխատավարձը, տեսեք, միջին աշխատավարձը, որ մենք ունենք բանի, այսինքն ամեն ամսվա համար հարկման բազան, միջին հարկման բազա 401,000 ա եղել դեկտեմբերի տվյալներով, որը իհարկե մի քիչ կարող է խաբուսիկ լինել, որտեղ մենք դեկտեմբերին այնուամենայնիվ շատ գործատուներ են ավելի վճարում իրենց աշխատակիցների համար, եթե համեմատեմ նոյեմբերի հետ 327 է միջին աշխատավարձը, եւ համեմատեմ նույն ապրիլի հետ, հա, միջին հարկման բազան 2018 թվականի ապրիլի 173,000 ա եղել, այսինքն 173 եւ 320 եւ 327, հա, այսինքն մոտավորապես 2 անգամ։ Իհարկե միջին աշխատավարձը ինքնին շատ ինֆորմատիվ է, բայց այդտեղ կա նաեւ մեդիան աշխատավարձ, այսինքն թե աշխատակիցների կեսը ինչքան են ստանում եւ ինչքան չեն ստանում, դա ավելի փոքր թիվ է, բայց մենք նաեւ տեսնում ենք հետեւյալ շատ կարեւոր process-ը, որը կոչվում է կարծես թե ցածր վճարվող աշխատատեղերի միգրացիա դեպի բարձր վճարվող աշխատատեղեր։ Այսինքն, երբ որ մենք այս աճը տեսնում ենք ավելի շատ բարձր վարձատրվող, ասենք 200,000-ից բարձր աշխատավարձ ստացողների մեջ, քան թե ցածր, հակառակը մենք ցածր ստացողների մեջ բան ենք տեսնում, իջեցում ենք տեսնում։ Այսինքն ընդհանուր թիվը բարձրանում է, բայց բարձրանում է հիմնականում ավելի բարձր սեգմենտի աշխատավարձերի հաշվին, իսկ ցածրը իջնում է, նույնիսկ կարող եմ օրինակ 2 ամսվա օրինակով բան ասել, վիճակագրություն ասել, հիմա բացեմ այդ պրեզենտացիան ասեմ, էլի, օրինակ ոնց է եղել նոյեմբերին, օրինակ նոյեմբերին մենք ունեցել ենք մինչև 150,000 դրամ աշխատավարձ ստացողների մասով անկում, բայց ընդհանուր աճ, որը եղել է 150,000-ից 500,000 ստացող աշխատողների շրջանում։ Իսկ այս էլ է շատ կարևոր։ Սա նաև խոսում է իհարկե նաև ճիշտ աշխատավարձի հայտարարագրման մասին, որտեղ մենք գիտենք, որ որոշ գործատուներ գրում են ավելի ցածր, բայց վճարում են ավելի բարձր, եւ մեր մյուս քաղաքականություններն էլ է նպաստելու, որ աշխատողը ինքը պահանջի, որ իր աշխատավարձը գրվի ճիշտ, որտեղ նորից եմ կրկնում, օգտվելու ապահովագրությունից, օգտվելու հիպոթեկից, տարբեր գործիքներից եւ այդպես շարունակ։ Այսինքն սա միանշանակ է, պարոն Հովհաննիսյան, ուրիշ կարծիք լինել չի կարող։ Թափուրի մասով տեսեք, մենք այս պահին մեր միասնական սոցիալական ծառայության կենտրոններում ունենք գրանցված մոտ 3,000 թափուր աշխատատեղ։ Բայց նաեւ ես ձեզ ցույց տվեցի, որ ունենք նաեւ 30,000-ից ավել գրանցված գործազուրկ, հա։ Այստեղ հիմնական խնդիրները շատ են, բայց հիմնական խնդիրներից մեկը դա կվալիֆիկացիան է, այսինքն չեն համապատասխանում գործփնտրողները աշխատատեղի հետ։ Ամփոփեմ, պարոն Կոնջարյան, հետո էլի կխոսենք սրա մասին, բայց էլի խնդիրներ կան։ Տրանսպորտի հասանելիության խնդիր կա, մենք չպետք է վարանենք դրա մասին, ասել որ մի գյուղում կա աշխատատեղ, մեկ ուրիշ գյուղում կա աշխատող եւ ինքը հասնելու խնդիր ունի, աշխատավարձի ցածրության այդ խնդիր կա, բայց այստեղ նաև հարց է ծագում, ասենք գործազուրկին առաջարկում ես այդ աշխատողը ցածր աշխատավարձով, օրինակ 100,000 դրամով աշխատատեղ, ինքը հրաժարվում է, բայց ինքը չունի աշխատանք։ Իսկ այստեղ ուրիշ հարց է ծագում, ուրեմն ունի այլ եկամուտ միգուցե, եթե 100,000-ից հրաժարվում է։ Բայց այս թվերն էլ էլի նորից եմ կրկնում, իջնում են եւ մեր ակտիվացած աշխատանքի շնորհիվ իրար կապելու եւ այն ծրագրերի, որ մենք անում ենք եւ կանենք։